Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ հանդիպման Պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան ներկայացուցած է զինված ուժերու նոր համազգեստի նմուշները։ Սուրեն Բաբիկյանին հետ հանդիպման եւ բանակի նոր համազգեստի նմուշներուն ծանոթանալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեսանյութ հրապարակեց Թիմադեդրի էջին։ Արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան եւ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավիե Փեթել Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի մեծ տկսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին։ Այս մասին Թիմադեդրի էջին գրած է արտաքին գործոստնախարարության մամլոխոսնակ Անի Բադալյան։ Արտաքին գործոստնախարարը Բրյուսելեն մեկնած էր Լյուքսեմբուրգ, ուր Արարատ Միրզոյան Եվրամիության գործընկերներուն հրավերով մասնակցած էր Եվրամիության արտաքին գործոստնախարարներու խորհրդի ծեվաչափի շրջանակներում մեջ տեղի ունեցող հանդիպմամբ։ Քննարկման ընթացքին Եվրամիության անդամ երկիրները աջակցություն հայտնած էին Հայաստանի ժողովրդավարական զարգացման թիմագայունության ամրապնդման։ Դարաձաշրջանային զարգացումներու բարունակի մեջ Եվրամիության անդամ երկիրներու գործընկերները աջակցություն հայտնած են հաղորդակցություններու ավաշրջապակման գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ուղղված ջանքերուն։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի պատգամավորներու բալադի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Հանդիպման մասնակցած են նաև արտաքին հարաբերություններու հանձնաժողովի նախագահն ու անդամներ։ Հաղորդակցությունը տարածեց Հայաստանի արտաքին գործոստնախարարությունը։ Զրուցակիցները կողմնակությամբ արձանագրած են, որ համատեղ հետևողական աշխատանքներու արդյունքներով երկկողմ հարաբերությունները բարձրացած են ռազմավարական գործընկերության մագարտակի։ Այս բարունակի մեջ անդրադարձ կատարված է նույն օրը ստորագրված համատեղ հռչակագիրին։ Նախարար Միրզոյան իր երախտագիտությունը հայտնած է Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմեն Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ Միրզոյան եւ Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահը ընդգծած են նաև Հայաստան Եվրամիություն ռազմավարական օրագարկի մաս կազմող ծրագիրներու կյանքի գոչման հարցով արգա պատրաստակամությունը։ Հանդիպման հանգամանալից քննարկված են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյան ներկայացուցած է հարևաններուն հետ հարաբերություններու ղեկավարման գործընթացները, միտքեր փոխանակված են տարածաշրջանային հաղորդակցություններու զարգացման ուղղությամբ ստեղծված կարելիություններուն շուրջ։ Անդրադարձ կատարված է նաև մարդասիրական բնույթի հարցերու հասցեագրմամբ։ Դեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի արդյունքներու իրագործման ընդհանուր վերանայման մասով բարձր մագարտակի հանդիպման ՄԱԳ-ի մեջ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Բարույր Հովհաննիսյան ընդգծած է միջազգային գործընկերության առանցքային թերը վերափոխումներուն, արհեստական բանականության զարգացման պայմաններուն միաժամանակ նկատի առնելով դեղեկատվական ոլորտեն ներսարաճացող գարելիություններն ու մարտահրավերները արգա թվային փածերը ամբողջացնելու։ Իր ելույթին մեջ տեսփան Հովհաննիսյան նկատած է, որ ըլլալով բազմակողմ համագործակցության չատակով Հայաստանը արդեն 1 տարի է ինչ միացած է պաշտպանելու առցանց ազատությունը փորձի փոխանակման եւ երկխոսության միջոցով։ Գերմանիո մեջ տեղի ունեցավ Հայաստանի տեսփան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը Բունդեստագի Գերմանիա հարավային Կովկաս խորհրդարանական խումբի ղեկավարի տեղակալ Դանիել Քիոպլի հետ։ Ինչպես հայտնած են տեսփանատունեն, Հայաստանի տեսփանը ներկայացուցած է տարածաշրջանի վերջին զարգացումները, Վաշինգտոնյան փաստաթուղթերը եւ անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետին եւ Գերմանիո դաշնային վարչապետին հետ հանդիպման արդյունքներով ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիո դաշնային հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրագարկի վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Կարևոր նկատված են երկու երկիրներու միջև համագործակցության խորհրդարանական ուղղությունը, որոշված է շարունակել եւ զարգացնել շփումները։ Հանդիպման ավարտին Հայաստանի տեսփանը Դանիել Քիոպլին հրավիրած է Հայաստան այցելելու։ Իսրայել կատարած աշխատանքային այցի շրջանակներում մեջ Զարեհ Սինանյան այցելեց Երուսաղեմի հայոց պատրիարքարան։ Այցի ընթացքին գլխավոր հանձնագետարը շրջայց կատարած է պատրիարքարանեն ներս, ինչպես նաև առանձնազրույց ունեցած է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան arczepiskopos Մանուկյանին հետ։ Քննարկված են դեղի հայ համայնքի եւ պատրիարքարանի գործունեության վերաբերող հարցերու լայն շրջանակ։ Նույն օր Զարեհ Սինանյան շրջայց կատարած է նաև Երուսաղեմի հայկական թաղամասը, այցելած է Սուրբ Աթորի Քալուստ Գուլբենկյան մատենադարան, Երուսաղեմի հայոց Բարեսիրական միություն եւ Սրբոց Տարկմանչած կրթարան։ Օրվան ավարտին Վահան Թեքեյան միության մեջ Զարեհ Սինանյան հանդիպում ունեցած է Ռամգավար ազատական գուսակցության շրջանային վարչության անդամներուն եւ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ։ Հանդիպման ընթացքին գլխավոր հանձնագետարը պատասխանած է ներկաներու հարցերուն։
Թուրքիան առաջ կմղի Հայաստանի հետ հարաբերությունները ղեկավարելու գործընթացը Ադրբեջանի հետ համագարկված եւ երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարեց Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան տեսփաններու 16-րդ համաժողովի իր ելույթին մեջ։ Ռիպորտի փոխանցմամբ Էրդողան ընդգծած է, որ հարավային Կովկասը, որը դարիներ շարունակ մնաց գայուն խաղաղություն չունեցող դարաձաշրջան, այժմ պատմական բահ մգաբրի։ Անոր խոսքով Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրությամբ։ Այս գործընթացին զուգահեռ մենք նաև առաջ կմղենք մեր քայլերը Հայաստանի հետ հարաբերությունները ղեկավարելու համար, պահպանելով մշտական երկխոսություն Ադրբեջանի հետ։ Աստուծո օգնությամբ արդեն հաջորդ տարվան սկիզբը պիտի ձեռնարկվին որոշ խորհրդանշական քայլեր, նշած է Էրդողան։ Հոլանդիայի մեջ ստորագրված է Ռուսաստանի կողմեն Ուկրաինայ թեմ հարձակումի հետևանքով պատճառված վնասներու վերաբերյալ հայցերու քննության միջազգային հանձնաժողովի ստեղծման մասին պայմանագիր։ Փաստաթուղթին աջակցած է 35 պետություն։ Այն նախադեсած է հանձնաժողովի գործունեությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներու մեջ։ Միջոցառման մասնակցած է Ուկրաինայ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի խոսքով Ուկրաինայ համար վնասներու արձանագրության ստեղծումը 2023 թվականին միջազգային փոխհատուցման միջոցի առաջին փուլն էր, իսկ երկրորդ փուլը պիտի լա միջազգային բանջկներու հանձնաժողովի աշխատանքը, որը պիտի սպաղի Ռուսաստանի կողմեն Ուկրաինայ դեմ հարձակումի հետևանքով պատճառված վնասներու փոխհատուցմամբ։ Անտիպան ելույթ ունեցած է նաև Ուկրաինայ նախագահը։ Երրորդ շրջանը պիտի լա փոխհատուցման հիմնադրամի ստեղծումը, որմե Ուկրաինան գրնա փոխհատուցում վճարել։ Ցեզի Անի Զեյթունցյանը